Միջոցառումն էլ շատ հետաքրքիր անուն ունի, հայ ամերիկյան օրագիրը։ Գնանք առաջ։ Ու դարձյալ երեկո է։ Մեզ ասում են, սա թավիշ է, որտեղ որպես հեգնանք իրականանում են մեր երազանքները։ Հայրենիքը գենի մասն է, որ տվել է մեր Աստված։ Գիշերվա անդորը, սա կյանք պաշտող, բայց և կյանքը արհամարող ժողովուրդ է։ Եվ Կալիֆոռնիայի սենատը հանդես եկավ մի շատ գեղեցիկ հարգանքի ու գնահատանքի հավաստագրով։ Բացում եմ Facebook-ը, հուսամ դուք էլ եթե դիտում եք մեզ, խնդրում եմ լայքերը, այդ ալգորիթմները կոտրեք, լայքեր, շեր արեք ձեր հարազատները, ընկերները, մտերիմները, թող եւս տեսնեն մեր, կիսվեն մեր հրապարակման, թող տեսնեն հրապարակումը, թող միանան մեր հրապարակմանը եւ դառնան մասնիկը հաղորդման։ Արդեն բարևներ եմ տեսնում այստեղ Ամստերդամից, բարևներ Մելինա Մելիքյանը, բարև ձեզ Մելինա, Merry Christmas, շնորհակալ եմ որ միացել եք մեզ, Ամստերդամ, իդեպ Հոլանդիա թռիչք է բացվում Երևանից ապրիլ ամսին, Low Coaster Fly One-ն է, եթե չեմ սխալվում, բացում եւ եւս մեկ ուղղություն հասանելի մեր հայրենակիցների համար բավականին մատչելի գներով Լոնդոն վիզերն ա թռնում 50 եվրոից էլ ցածր գրել են, տեսեք ինչ ֆանտաստիկ բաներ ա սպասում 26 թվականին գնալով գալով ես որևէ բանից այդքան չեմ ուրախանում, անկեղծ եմ ասում, որևէ բանից այդքան չի ուրախացնում, որքան վերջապես բացվել է աշխարհի առաջ, բացվել է, գնալ տեսնելը, գնալ համեմատելը, ջերմուկ գնալը ավելի թանկ է, քան Միլան։ Ինչի մասին է խոսքը։ 800,000-ով բան ասում են գովազդի հոլովակ եմ նայում։ Անցկացրեք ձեր հանգիստը անմոռանալի, ասենք բդեշ գյուղ է մի հատ ներկայացնում, ընդամենը անհավանական 800,000 դրամով անձը։ Վայ, բան չունեմ ասելու, իրա բդեժ գյուղն է, ոնց ուզում է, գինը ուզում են դնում են, ես չեմ որոշողը գինը, բայց մի քիչ օրենքի և բարոյականության սահմաններում էլի պետք է գործել, հիմա մի հատ մոլորված ավստրիացի գնում է, բայց ես ոչ թե հակագովազդ եմ անում, այլ ես երևանցիներին, հայաստանցիներին հաճախ ասում եմ, չտակ այդ փողը, չտակ ու չգնաք, ոչ մի դեպքում, սա հակագովազդ չի, սա ավանակի տեղ դնել է մարդկանց, բանն է, կուրշավելն է, եվրոպական, ալպերն են դարեգլխներիս, ալպերում տես գին չկա, Ցյուրիխում տես գին չկա, $1500 մարդ է, գժվել եք լրիվ դուք, մի խոսքով, հիմա, հարգելի բարեկամներ, իհարկե ես այսօր մի հատված եւս գրքից ավանդույթները չխախտելով 2025 թվականը ոնց որ ընթանում էր մի հատված գրքից կարդամ, որոշ նշումներ եմ արել անպայման մոտորումների ժողովածուում, բայց սկսենք լրիվի լրահոսից մեր բազմաչարչար, այսօր update լրատվականի վերլուծական բաժնում դիմել եմ քաղաքապետարանին, երեք վարչապետ Փաշինյանին էի դիմել, գիտեք ինչն է հետաքրքիր, երեկվա մեր վերլուծականի ընթացքում, նաև Facebook-յան հրապարակման տակ, երբ որ Փաշինյանը մտավ սրտիկներ էր ուղարկում, մտա գրեցի, հարգարժան պարոն Փաշինյան, բարև ձեզ, խնդրում եմ կմեկնաբանեք կամ ձեր վերաբերմունքը կասեք Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ Երևանի մետրոպոլիտենի կայարանի, աջափնյա կայարանի գումարի մի հատվածը տվել են 46 տրոլեյբուս որ առնեն։ Ձեր մեկնաբանությունը։ Ճիշտ է, այդ մարդը վարչապետ է, մեկնաբան չի, մեկնաբանը ես եմ։ Ես կարամ մեկնաբանեմ, ինքը վարչապետ մարդ, բայց այսօր փառք ու պատիվ ընկերներ, ինչը կա, ասում եմ։ Այսօր քաղաքապետարանը հսկայական
իհարկե այլանդակ լեզվով, այն այլանդակ ակադեմիական լեզու կա, որ մենակ Վիկտոր Համբարձումյանն ու Մերգելյանն էին հասկանում, Մեռան Պրծան էլ բար չի հասկանում այդ լեզուն, այդ լեզվով գրել են այսքան լավաշ մի հատ թթու պատմում է ակաբանաներվին մերսի վերալուսեսեֆա ասես մի հատ լեզու կա որ հայերենն է բայց ոչ ոք չի հասկանում օրա այդ ես չգիտեմ ինչ պիտի ավարտես այդ լեզուն թվերը մի աշխարհ թիվա գրած մի աշխարհ բաներ ես հանրաշվի ժամին այդքան թիվ ու տար չեմ տեսել գրեցին բան չհասկացա վերջին տողներ հետաքրիր հիմա ստեղ ունեմ ամբողջական հատվածը կարդամ ձեզ համար բայց ոնց հասկացա ոչ թե տրոլեյբուս են գնում ու այդ փողը վերջացավ, այլ 2025 թվականի պետական բյուջեի ժամանակ այդ հարցը քննարկվել է, եւ քանի որ 25-ին կառուցումը չիրականացրեցին, այդ փողը արդեն դուրս են գրել, որ այդ փողը չուտեն, ծախսել են այն բանի համար 26 թվականին առանձին է փողը դուրս գրվելու։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, ուրեմն ավելի վատ է։ Ժորժ ջան, եթե ես ճիշտ եմ հասկանում ձեր հսկայական հոդվածը, որը հրապարակել եք, ուրեմն շատ ավելի վատ է, որովհետև եթե նախատեսել են գումար կառուցումը անելու համար ու դուք չեք արել, ուրեմն մի բան սխալ եք անում։ Եթե սխալ եք անում, ուրեմն լավ չեք աշխատում։ Դե լավ չեք աշխատում, արդեն լրիվ լավ չի, էլի։ Ու այսօրվա մեր հրապարակումների մեջ մի թիվ էր ներկայացված, որ ես ուղղակի զարմացա։ Պարզվում է, ասա մի րոպե, ահա, գտա։ Պարզվում է ոչ թե ինչ որ փորելու բաներ կա, պիտի փորեն եւ այլն, պարզվում է ընդամենը կամուրջը պիտի սարքեն, որ այդ ամպեր գնացքը բարեկամություն կայարանից, որը սովետի ժամանակ փորել են, եկել են հասել են ձորի եզրը, այդտեղից դուրս պիտի գա, կամուրջի վրա տեղ լինի, որ անցնի ընդ վերջ, էտա։ Չի ստացվում։ Հիմա ինչ են գրել։ Ես ամբողջական ուրեմն հոդվածը, որ ծանոթել են սիրով ընթերցում։ Քաղաքապետարանը արձագանքել է Աջափնյակ մետրոյի կառուցման գումարների փոշիացման մասին Facebook-յան հրապարակման իմ հրապարակման մասին է խոսքը։ Մեջբերումը 25 թվականի պետական բյուջեով հաստատված միջոցներից Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանին հատկացվել է 9 միլիարդ 640 միլիոն դրամ երրորդ փուլի նախագծահաշվարկային փաթեթների փաթեթի ամբողջական մետրո Green Prom Trans բաժնետիրական ընկերությանը միայն վճարվել է 765 միլիոն 100 հազար դրամ։ Հետազոտական կատարման ընթացքում կատարվել են մետրոյի կառուցման ծրագրի նվազեցումներ, հաշվի առնելով այս հանգամանքները, նախագծի համալիր փորձաքննությունը ստանձնել է 2025 թվականի հունիսի 9-ի վճիռը։ Քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ եւ այնուհետեւ շինարարական աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերից, ուստի եւ նախատեսված է ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործման ընթացքում տարին իրազեկման ենթարկել համապատասխան միջոցները բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են, ուղղվել են միջոցառումների իրականացմանը պետբյուջեի մասին 2026 թվականի օրենքի հատկացումներով մետրոյի կառուցման համար նախատեսված 2 միլիարդ դրամը կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար հետագայում փուլ առ փուլ միջոցների ավելացման պահանջով։ Ահա դե հիմա գնա մտածի իմ հայ ժողովուրդ, կրթվելը նորաձևացումը, քանի հոգի է հասկանում ես ինչ ասեցին։ Ես չեմ հասկանում, ով պիտի հասկանա։ Արա խոսեք մարդկանց հետ նորմալ։ Չեմ ասում փողոցային ժարգոնով, բայց նորմալ։ Մարդկանց բացատրեք, ասենք Աջափնյակում բնակվող 100 հազարավոր քաղաքացիների քանի տոկոսն է այս լեզուն հասկանում։ Ու հիմա կասեք դե մեղավոր չեն, դա է գրական բան։ Արա գրական չի, նորմալ բացատրեք։ Այս բանը սենց են կարել, այնի սենց են կարել, վաղը սենց կլինի, կարճ, հանգիստ։ Իմ տպավորությունը նա է, որ մեր չինովնիկները դիմություն, ընդդիմություն, նախկին, ներկա, բոլորի մասին է խոսքը, բոլորի։ Մենք չենք հասկանում մեր ժողովրդի, ասենք, մեր դիմաց ով է կանգնած, սենց ասեմ։ Մենք չենք պատկերացնում դա։ Ես ասել եմ մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, ասեմ, տղեկ, այդ որ մտնում եք Facebook live խոսում եք, չէ՞, Փաշինյանն էլ, պարոն վարչապետ ջան, որ մտնում եք Facebook live խոսում եք, ուրիշ լեզվով եք դուք խոսում։
տենց խոսեք մնացած բաներում էլ, կամ պարոն Ավինյան, որ մտնում եք բան եք քննարկում, ուրիշ ձև եք խոսում, չէ, բայց որ զեկույց եք ներկայացնում, օր այս ի՞նչ լեզու է։ Պահպանենք մեր ոսկեղենիկ մայրենին, բան չունեմ ասելու, բայց հարցին պատասխանելու ժամանակ ֆորմալ առումով դուք պատասխանել եք, շնորհակալ եմ, բայց բովանդակային առումով բան չես հասկանում։ Բան չէ, այն որ ասեցինք, բայց չասեցինք, էլի, այդ դիմացն է, որ անգրագետ են, դա շատ կարևոր մի հատ պահ կա, դիմացն է, որ անգրագետ են մարդիկ, հեշտ է մոլորացնել։ Մեր կողմից կուլտուրական բառ ես ասում, աչքերը պտտում, բան էլ չի կարողանում։ Ես հաճախ բանավեճի մեջ եմ այդ տակտիկան ընդօրինակում, երբ որ դիմացինը զգում եմ, որ բարդ երևույթ է, սենց մարդիկ կան, մի քանի գրական բառ եմ ասում, քավլիցի, ցայսօր, ասենք մշտենջենական, ասես բառ ստոպ ա լինում, որովհետև մշտենջենականի դեմ էլ ինչ կարա ասի, մշտենջենական, քավլիցի, տարապյալը, զարամյալը, ոսկեբերանություն, վերջանում է, կուլտուրական։ Հիմա է սրանցն է, հարց ես տվե, հնենց է պատասխանում, որ պատասխանում է, բայց բովանդակության առումով զրոյական է։ Վայ աստված ջան։ Կամեդի բարը հիշեցի ասում են, բարևներ Գլենդելից, Կլարետ Նազարյանը, բարև ձեզ հարգելիս, ողջույն, Jingle bells, հեսա գալիս եմ, նոր տարի, ու նորից ես, ողջույն Սևանից բոլորին, Արփինե Ժորայ Փարսաջանյանը, Արփինե ջան, բարև ձեզ, ուրախ եմ, որ միացել եք մեզ, բարևներ Նյու Յորքից, Մերի Ջիլավյան, բարև ձեզ Նյու Յորք, Գլենդելից Սուրեն Դավիթ Իսմայելյանը, Բերլին ներկա, տիկին Սեդան Դանիելյան, բարևներ Վիտիեր քաղաքից Զաքարը Գասպարյան, բոլորը ներկա են, բոլորը Քանակեր, Լեյք Բալբոա, Գրանադա Հիլս, Պետրոս Դանիելյանը, Քանակերից Ռիտա Գրիգորյանը, ինչ աշխարհագրություն ունենք, լենայ Գրանադա Հիլս, Ամստերդամ, Բերլին ու Քանակեր, ընտիր, Բերմունդյան եռանկյունի մի հատ։ Հիմա, ընկերներ, այս ամբողջ պատմության մեջ վերջին ակորդը եղավ այն, որ հայտարարեցին, որ այն մի կես փողն է, որ մնացել է բազմաչարչար մետրոյի տալիս են վերելակները, որ փոխեն, վերջ, մոռացեք, Google արեցի, ասեմ լավ, հետարքիր է, ինչ պանջար կա էլի մետրոպոլիտենի բան, ես զարմացա, որ անցյալ տարի 29 միլիոն մարդ է օգտվել մետրոյից, 1.5 միլիոնոց քաղաքում, դու պատկերացրու ինչ թիվ է, ֆանտաստիկ թիվ է, մոտ 30 միլիոն մարդ, այդքան անհատականություն չէ, բայց 30 միլիոն անգամ մարդիկ օգտվել են մետրոյի մեր չեղած 10 կայարանից, բազմաչարչար 10 կայարան, ու այս ամբողջ ոգևորվածության մեջ հենց էմոցիոնալ խոսում եմ եւ այլն, իմ կարծիքով սա շատ մեծ ամոթ է, անկախ ամեն ինչից, սա մեծագույն ամոթ է, սա ամոթի խարան է, սա սազանդարա է, այսպես մի հատ բան է, որովհետեւ երբ որ գնում ենք Բերլին, նստում ենք, ով էր կանցլերը, կամ Բրիտանիա են գնում, Մոսկվա բանել է, դա չնայած ընդել բան չի, գնում ենք Սպիտակ տուն, մեկ է նժույգը, հեյ մսրամելիք ու մտնում ես Թրամփի կաբինետ, արա, ստորագրում ես թվեր, դեմոկրատական երկիր, խոսքի ազատություն, տնտեսության զարգացում, այդ ամենը օդ հա ցնդում, երբ որ բացատրում ես, որ խեղտված քաղաքում, որտեղ կենսական նշանակություն ունի underground-ը, 150 մետր ճամփա չեն կարող սարքենք։ Սա ինքան ամոթ է։ Ուղղակի ես էլի ասեմ, այդ կանգառը իմ անունով եմ վերջը դնելու, որտեղ ես հասնելու եմ դրան։ Ինձ 1000 տարի ձեր մետրոն պետք չի։ 1000 տարի ես ոչ օգտվեմ պետք չի, ընդհանրապես տարեք կշտացեք։ Բայց արա ես հայ մարդ եմ, երևանցի եմ, երևի, հա։ Ես ամաչում եմ, լուրջ եմ ասում ամոթ է, որովհետև Թիֆլիսը արդեն երրորդ գույնի, երրորդ ճյուղն է բացում մետրո, Թիֆլիս չեմ ասում Նյու Յորք ու Լոնդոն, ասեմ Թիֆլիսը, որ ձեռ ենք առնում, ամենաձեռնելիքը մենք ենք։ Երրորդ ճյուղն է բացում, 20 հատ միտե կա, 10 հատ միտե, որ վրացիա թո զանգի ասի, գամարջոբա անգերներ, մի հատ զանգեք ասեք, քանի հատ կանգառ ունեք եւ որոնք են կառուցվել նոր։ Սովետի ժամանակ Աստված իրանց այդ ինչ են արել։ Նոր։ Արա բա դուք չեք ամաչում, խեղտված քաղաք է, օպերայից
չգիտեմ, ուր ասեմ, Աջապնյակ կամ Դավիթ Հաշեն կամ ցանկացած ծայրամաս գնալու համար ժամուկ է սատևում։ Այսօր գործ ունեի Տերյան փողոցից բանի պոլիտեխնիկի դիմացից մինչև Աջապնյակ եկել եմ ժամ 45 րոպեում, դա անելու բանը 4 կիլոմետր է։ 4 կիլոմետր ժամ 45 րոպեում։ Մի հատ է ռադիո կա, այստեղ հայկական սփռվում է, անունը պետք է դնեն Traffic FM։ Մենակ թրաֆիկն ասում է լրագրողն էլ այդ հաղորդավարն էլ հարգելի ռադիոլսողներ խորհուրդ եմ տալիս շրջանցել պրոսպեկտը ձեր տունը պիտի կան շրջանցեն ոչ թե պրոսպեկտը ոնց շրջանցես պրոսպեկտը եթե այլընտրանք չկա խորհուրդ ենք տալիս օրբելի չմտնել բա ուր մտնի եթերային չի բայց ուր մտնի այսենց ավանակ բաներ խորհուրդ ենք տալիս չգնալ այս ինչ տեղը Դու ես որոշելու ով ուր գնա, դու ասա այլընտրանք, դու մեդիա ես, դու բացատրի մարդկանց, քաղաքապետ, ոնց եմ 5 տարի է եթերում մետրո, որտեվ գիտեմ Հայաստանի Հանրապետության ռազմավարական ճանապարհների մնացածի համար կենսական նշանակություն ունի։ Կենսական, զանգում են, հեսա քաղաքապետարանն է։ Տեսնենք ով է։ Մի հատ պատասխան եք էլի, ես եթերում եմ։ Հեսա քաղաքապետարանը, եթե քաղաքապետարանի միացրեք ինձ թե եթեր մի անգամից։ Էտա, էսա ամբողջ էությունը դրանում է կայանում։ Երբ որ լինի ազատ, մարդկանց ներվերը կհանգստանա։ Ինչի ենք իրար դանակահարում։ Ինչի ենք իրար մեքենայի տակ գցում, ինչ որ հայհոյանքներ, չենք զիջում իրար ներվերից է։ Ներվերը, ես ես մի տարվա մեջ ներվային դարա։ Ես հանգիստ իմ համար ապրում էի ապելսինի ծառի տակ, կոլիբրի էի դարը։ Սիրուն ապելսինից ծառը, լիմոնի ծառ, Ֆանտան Սանտա Բարբարայի Լաս Պալես Վեդրես Վերդես անտառները ու Չերեմուշկա օպերայի գետնանցում սարքել են գետնանցում ավտոն չես կարում դուզ գաս մարդ են դրե գործել սրանց խելքը օպերայի տակի գետնանցումը իմ ավտոն էշի համեր չեմ քշում ոչ էլ լիմուզին եմ քշում սովորական միջին կարող է մի քիչ մեծ ավտո է բայց նոր կառուցած parking-ում չես կարա թեքվես պատկերացնում ես տեղ չկա թեքվելու պիտի գնաս այդ որ U-turn-ը արած այդ U-turn-ը ամեն մեքենայի համար չի Էլ եմ ասում oversize մեքենան ասենք համերներ բաներ լոսում է չի կարա անցնի հասկանալ է բայց միջին SUV-ին չի կարա թեքվի ասենք Honda Odyssey չեմ քշում կամ մեծ երկար ավտոներ մարդ են դրե գործել սրանց խելքը մարդ են դրե աշխատող այնքան այդ պատը քերեցին ջարդեցին որ այդ parking-ի մի հարգը քանդվելու էր ընկնելու էր չարը խափանվել պրսներ մարդ են դրե որ պահի այդ սյունը Արի ախպեր ջան, արի, կողի տակը գնա, այսենց մարդա գործի են վերցրել, որ ուղորդի մարդկանց, վրա, բա դուք որ 10 տարի առաջ այդ բանը սարքում էիք, դուք չէիք հաշվարկում, որ մեր քաղաքում կան մի քիչ մեծ ավտոներ, բոլորը մինի կուպեր չեն քշում, մեն էլ հայերը, որ հսկայական կամազա պետք մի հատ բանով ենք, թրակով ենք ման գալի, հսկայական Սովորական Mercedes-ը սեդան չի կարողանում չի կարող մտնի։ Որ ասում եմ մենք պիտի ամեն ինչը հաշվարկել, մենեջմենթի խնդիր է մեր երկրում։ Մենեջմենթի խնդիր։ Ինեկո բանկ, ասում եմ անունը, Թումանյանի եւ Աբովյանի մասնաճյուղեր։ Մոսկվա կինոթատրոնի կողքը վաղը գնացեք ստուգեք։ Հայաստանի Գլխավոր բանկերից մեկն է, ներվայում եմ, շոքում եմ։ Գնացեք վաղը մի հատ տեսեք։ Հասցեն ասում եմ։ Մի րոպե զանգ ընդունեմ, հետո չմոռանամ։ Հետո չմոռանամ։ Տեսնեմ ով է զանգել, հետո կխոսենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև Ռաֆայել ջան, ինչպե՞ս եք։ Այ շատ լավ եմ, դուք ոնց եք։ Շատ ուրախ եմ։ Չեմ փորձում շեղել, ոնց թեմայից ասպես ասած Բայց մի հատ ուզում եմ այս երկորը բացեմ թողել հաղորդում ուզեմ հիշեմ, կարծեմ երկու շաբթի երևի ասեցիք, որ ինչ-որ մի բան կենթանիների համար որոշել եք, չեմ քաղաքապետարանն ով ճիշտ է հիշում։ Այո, մի քիչ կարող եք ասած enlightening մեզ մի քիչ։ Ես հիմա գտնեմ մենք ուրբաթ բան նախորդ հաղորդման մեջ խոսեցինք, որ
այդ ворթեգրման պահ են ուզում մտցնեն, էլի, ես մի քանի բառով տենց ասեմ, որ ամեն մեկը պատասխան է կրելու կենթանու համար, էլ տենց հենց այնպես գնել նվիրել չի։ Հնարավորություն կունենանք, որ մենք էլ օգնենք նման հարցերում, ասենք donation ուսացած։ Ես ճշտեմ հարգելի ձեզ խոստանում եմ կասեմ։ Ես ճշտեմ կասեմ ձեզ, որովհետև դա շատ նուրբ եւ կարեւոր թեմա է։ Շնորհակալ ենք ձեր արձագանքի համար։ Որտեղ շատ հաճելի մի բան կլինի, որտեղ ես այս երկու որ բաց էի թողել, փորձում եմ հիշեի, որ եղել է այդպես բան։ Եվ երևի number 1 supporter-ը կլինեմ այդ հարցում, որտեղ մի անգամ ուզում եի ձեր հետ խոսեի դրա մասին, բայց ոչ մի idea-ներ չունեի, որ to go through with it, ու ես շատ ուրախացել եմ դրա համար։ Եվ երևի այդ օրը, որ այդ մետրոն սարքեն, ես շատ ուրախանամ ձեզ համար այս դեպքում։ Չէ, բայց այդ իրոք գիտեք ոնց, էլի 1000 տարի պետք չի, բայց զուտ արժանապատվության հարց կա, էլի ստե։ Իրոք արժանապատվություն։ Պրինցիպի հարցը Հա, ես միտինգ եմ կազմակերպելու, դա ցույց է լինելու անպայման։ Ձեր անունը հիշեցրեք մի հատ ինձ խնդրեմ։ Գոհար, ես շուշուտ եմ զանգում։ Գիտեմ, դրա համար հարգելի Գոհար, դուք դեմ չեք լինի, եթե ես նվիրեմ գիրք։ Անպայման ինձ դուր տվեք, ես ձեզ հետ տոնելու եմ այդ օրը, երբ որ այդ մետրոյի առաջին քարը դրվեց։ Շատ բարի, բայց ես հարցնում եմ։ Շատ ուրախ եմ դրել ձեզ։ Շնորհակալ եմ, բայց ես հարց տվեցի։ Լսում եք։ Չլսեցի ներողություն հարցը, հիմա լսում եմ։ Դուք դեմ չեք լինի, եթե ես ձեզ գիրք նվիրեմ։ Oh my god, that would be really lovely. Շատ շնորհակալ կլինեմ, որտեղ ես գիրքը չեմ գնել ճիշտ նստած շատ եմ ուշադրում։ Ես քանի որ շատ դուք հաճախ զանգահարում եք, արդեն մենք ծանոթ ենք, միշտ ակտիվ մասնակցում եք մանավանդ ուրբաթ օրվա մեր հաղորդումներին, ես ի սրտե ուզում եմ ձեզ որպես մշտական ռադիոլսող իմ հայ-ամերիկյան օրագիրը նվիրել։ Շատ շնորհակալ եմ, Ռաֆայել, շատ։ Ես ուրեմն հիմա ֆիքսում եմ ձեր հեռախոսը համարը, եթերից հետո զանգահարեմ, մնացածը արդեն կխոսենք, լավ։ Okay, ես ձեզ զանգահարեմ։ Ես ֆիքսեցի ձեր համարը, դուք էլ կարող եք զանգել, ես էլ կզանգեմ, no worries. I'm going to call you for sure. Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Okay, ստեսն։ Դե էլի շնորհ տարի առանց նվերների, Ժորժ ջան, մշտական ռադիոլսողներ պիտի սիրեն գնահատենք մեկս մեկով։ Ես հայի նոր Հայաստանի, նոր ժամանակների մոդուլն եմ առաջարկել, դա առաջարկել եմ իմ գործընկերներին, ովքեր իմ կողքին են, դա առաջարկել եմ ռադիոլսողներին, դա առաջարկել եմ տպարանին, դա առաջարկել եմ հեղինական երեկոներից եկողներին, մեկս մեկով ուրիշ տարբերակ չկա։ Մեկս մեկով։ Կամ մենք այս բանաձևը կդարձնենք ապրելակերպ, կամ շունուգելի բաժին ենք դառնալու, վերջ, ձև չկա։ Տեսնում ենք ինչա կատարվում։ Այդ լրագրողներից է մի քիչ պիտի զգուշ մնանք, այդ միկրոֆոններով գնացել են այսօր։ Դու գիտեք, որ ադրբեջանական բենզին եք լցրել։ Դե գնա ամեն մի վարունգ պամիդորի կողքը կանգնի, դդում։ Գնա կանգնի վարունգ պամիդորի կողքը, ասա, բա դու գիտես, որ Թուրքիայի վարունգ պամիդոր է սառնում։ Դու գիտես, որ բանակի 90%-ի վարդիկներից սկսած թուրքական բույզուր եսի ինչ ֆիրման է արտադրում։ Կոշիկներից սկսած հագուստով ու մուշտակներով ու կաշնեներով ու գլխակներով պրծած։ Բա գնացեք կանգնեք Մալաթիան, գնացեք ստուգեք Մալաթիայի ապրանքների 90%-ը, 100%-ը։ Գնացեք ստուգեք ամեն մի մուշտակի կողքը կանգնեք, ամեն մի շալվարի ու սարոջկայի կողքը գնացեք կանգնեք։ Ձև, այս ձևը քանդեց այս մեր տունը։ Դու գիտեք, որ բանալին։ Այդ որ օրը 2-3 թռիչ կա Pegasus ավիաընկերությունը, որ Անտալիա է թռնում։ Քանի հոգի գնաց ընդ կանգնեց, ասեց, բա հայ մեղրամիսի մեկնողներ, ինչու եք գնում այնտեղ ձեր հաճույքների համար, հա? Ինչի եք գնում։ Բա հայ մարդ եք, հայ ընտանիք եք կազմեք, գնացեք, չգիտեմ, Դուբայ գնացեք, լավ։ Շարժ սպորտանքից հեռու, նույն գինն է, գուցե Եգիպտոս գնացեք։ Չեն ասի, որովհետև չգիտեն, որ Pegasus-ը թուրքական ավիակամպանիա է, հիմա Turkish Airlines-ը մյուս ամիս թռիչքներ է բացում, իդեպ Երևան, Ստամբուլ, Լոս Անջելես էլ է բացելու մատչելի։ Գժվել են այստեղ ու լրատվամիջոցները, խենթացել են ապիկարները։ Բա գնացեք ստուգեք, այ հիմարներ։ Ոնց է որ 30 տարի Pegasus-ով թռնում եք, թե չգիտեք, որ Pegasus-ը անունը Թուրքիայի հետ կապ չունի։ Pegasus-ը գիտեն բանա, հունական է, ավանակներ։
Այսենց են քանդեես երկիրը։ Գնացինք առաջ։ Ռաֆայել ջան, ես չեմ հասկանում ինչու է մեր երկրում գրեթե ամեն ինչ թարս երևի մինչ մետրոն լինելը աշխարհում քաղաքներում օթով երթևեկ են։ Առաջնայինն ու վերջինը տենց էլ չեն տարբերվում։ Արփին է Ժորայի Փարսադանյանն է ասում։ Դե դա հարգելիս գալիս է ծուր երկրի ավանդույթից։ Ես բարերի հետ աշխատող մարդ եմ, ես գիտեմ, որ բարերը իրականանում են, բարերը վեր են հառնում, բարերը ասածը, գրածը կենթանանում է անպայման, եւ քանի որ ի սկզբանե ի հնե մենք մեզ կոչել ենք ծուր եւ գլուխ են գովացել, մենք ապրում ենք ծուր երկրում եւ ավելին օպերայի դիմաց, օրա փառահեղ մեր օպերան, ընտիշ ենք աշխարհի գեղեցկագույն շենքերից մեկը, մեր Թամանյանը, մեր այդ ընտիր արձանները, որ նորմալ արձան երեկ չտեսան, Ռաֆայել Իսրայելյան, Արա Սարգսյան, դրանից հետո քանդակագործ չենք ունեցել, մնդրիկ են քանդակե, ոնց որ եղել է, բայց այդ չի կարևոր։ Փառահեղ մեր Թումանյանը, մեր Սպենդիարյանը, բան, դրանց մեջտեղը մի հատ բուրունդուկ կանգնած, վրեն բանա ժապավենա կպցրե գրելա, ես Սասնա ծուռ եմ ու կանգնել է։ Ախպեր, ինչ անենք։ Ինչ անեմ ես։ Գրելա Սասնա ծուռ կանգնել է մեջտեղը։ Բանով։ Միտինգի է դուրս եկել։ Ինչ անեմ ես, Սասնա ծուռ գրելա կանգնելա, բողոքի ակցիա է։ Ախպեր ջան, դու Սասնա ծուռ չես, դու Սասնա ես։ Սասնային, ամենակեղտոտ Սասնան։ Գնա կախվի պրծնենք։ Այսպես բաներ։ Ծուռ։ Ես ինչ կանեի։ Հայաստանում այդ հոգեբուժարանի բան պիտի լինի։ Մեքենայով 1015 համարով, այդպես մարդկանց պիտի տանեն գժանոց։ Մի անգամից տանում են հոգեբուժարան, փակում են ու ոչ ոք չի լսում իր մասին։ Հանգստացնում են մի հատ ու վերջ։ Ինչ-ա նշանակում այդ տերորիզմ է դա։ Առավոտից ես Սասնացուր եմ, ես ինչա։ Տեսել են երևանցիների մեծ մասը տեսել է դա։ Դա միտինգ է, դա ինչա, դա պահանջ է, դա ինչա։ Պիտի գնանք մտնենք, բան, ինչա ասում, գնում ենք տուն, գնում ենք վան, գնում ենք բան։ Ախպեր ջան, գնա պրստենք, գնա պրստենք։ Այսենց ամբողջ այդ հյուսային պողոտան դա մղձավանջ է մի հատ։ Ու մյուս կողմից այդտեղ հավաքվում են հայ մարդկանց սերուցքը։ Այսինքն ինչ ձևի ժողովուրդ շերտեր կան, այդտեղ կա, բայց ամենասիրելի դրվագը ակարդիոնիստների տրիոնա եւ ջութակահարների կվարտետը։ Կպատմեմ զանգից հետո հեռու չգնաք։ Ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռաֆայել ջան, բարի լույս։ 1000 բարև։ Ոնց եք։ Շատ լավ, դուք ոնց եք, տոնական։ Լավ, մերսի։ Այսերն է Ռաֆայել ջան։ Հա, հարգելիս։ Մստած լսում եմ այդ հավատան եմ, ախր քո ներվերը դու մեղք ես ախր։ Կյան գնացել, ոչ մի բան չես փոխի, հավատան եմ, Եղբայր գումարիլների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում։ Ռուսներ մի հատ լավ խոսք ունի, ասում խրեն նախրեն մինյակ դրա վրեմ է դիրեք, կյանքիդ մերնան, ու տենց հա, ոչ մի բան չի փոխվելու, հավատա, ախր դու մեղք ես, լսում եմ իրոք իմ ջահելությունն եմ իշում։ Դե դա, ուրեմն պիտի պայքար է։ Մեկ էլ Ռաֆայել ջան, ինչ վերաբերվում են բացատրում են ժողովրդին, որոզի կուլտուրական լեզվով, բայց անհասկանալի ժողովրդի համար, դրանց պոլիտիկա էտա, բա պոդքասթում ես, եթե նես բացատրեմ, որ ժողովուրդը հանգարցակի հասկանան ամեն ինչը։ Էդ եմ բա ասում, նենց են ասում, որ չհասկանամ ուշ։ Ցավը տանեմ, եթե ճանապարհները լավ սարքեն, լավ ասենք նորմալ ճանապարհ սարքեն, հաջորդ տարի ինչ պետք է ուտեն դրանք, չէ՞։ Պետք է նենց անեն, որ հաջորդ տարի էլ հնարավորություն ունի իրանց փող աշխատելու։ Ոչ մի բան չի փոխվում, ցավը տանեմ, ոչ մի բան։ Իրոք նստած դասում եմ, քո հետ ներվային եմ դարձել։ Դե եկեք սա դիտարկենք շպիտով ու գնանք առաջ։ Շնորհակալ եմ Հայ Սերջան, որ զանգեցիք, ձեզ լավ օր։ Մի բան էլ ասեմ, ցավը տոնեմ։ Երեկա խաղարկության, որ ես գրեցի, բանը տվեցին փոքր երեխային հիշում եք։ Այո։ Քննադատում էին ինձ ճանոթ մարդիկ, որ լսածին ռադիոյով, որ ես
նվերս տվի ուրիշի։ Ինչ է, դրանից բացի ինչ ասեմ։ Ոնց կարելի է գնահատել ասեք ոդկերացնես ինչ Շատ ծիծաղալ է։ Այ քեզ բան, հա։ Դե ինչ ասեմ։ Ոչ բան չեն կարապող։ Ձեզ լավ օր ապագա տոները շնորհավոր հարգելիս լավ եղեք։ Ձերն էլ ցավտան եմ։ Լավ օր։ Կհանդիպենք, ես գալիս եմ շուտով, կհանդիպենք անպայման։ Անպայման կհանդիպեմ, անպայման։ Դե լավ եղեք համ, առայժմ։ Մեր հավատարիմ ռադիո լսողները բարեկամներ 747477444 ուզում եմ լսել ձեզնից ընկերներ, ուզում եմ լսել ձեզնից, մենք այսքան խոսում ենք ուրփաթորերը մեր մոտ ավելի էմոցիոնալ է լինում, որովհետև կուտակվում է շաբաթվա ընթացքում տարբեր բաներ, արտահայտվեք, հասկանանք եւ շարունակենք մեր զրույցը։ Գոհար Շահնազարյան ասում է I believe in you, կփոխվի, հավատում ենք, ընկերներ, ես էլ եմ հավատում։ Ես հավատում եմ, որովհետև հիմա ինչ, էլի մեծամիտ բաներ։ Ես ունեմ մեծագույն զենքը լավ իմաստով։ Դա մեդիանա, որը տարիներ շարունակ աշխատում է, ունի լայն լսարան, եւ ես որևէ հակապետական բան երբեք ինձ թույլ չեմ տա։ Երբեք պետության դեմ որևէ պախարակող ինքնիշխանության հիմքերը քանդող բան հայտար, երբեք ես միշտ պետության կողքին եմ, պետության պետականամետ հնարավորինս իմ հնարավորության սահմաններում։ Իսկ այս ամենը ինչ որ ես անում եմ, ինչի մասին ես խոսում եմ, դա պետականամետ է։ Երբ որ ես ասում եմ, արա, ամոչի դու 30 տարվա մեջ մի հատ կես կանգարչես, բա ամոչի, այդ պետականամետ քայլ չի, դա պետականադավ է։ Պետականադավը այնա, որ ասում ենք ամենահզոր, բան Սասնա ծուռեմ կանգնել է օպերայի, այդ է պետականադավ։ Այդ պետականադավը պալատկային խփե, նարդի էին խաղում, բանը։ Արցախը շրջափակման մեջ հիշում եք այդ այլանդակ բաների ժամանակաշրջանը ու գնում էին, ինչքան մումիակար, մեռած քաղաքական դիակներ գնում էին, նստում էին բան։ Այն որ ստորագրա հավաք էի կանում ուր եք տղեկ, այն որ 170,000 ստորագրություն լինի Արցախը բերում ենք 200,000 մարդ գնաց ստորագրեց ուր եք ուր այտենց են խափե դրա համար ժողովուրդ ջան խեղդերը գլուխները հավաքեք ձեզ օգտագործել են ու օգտագործում են այնքան ինչքան դուք հավատում եք գնացիք ձեր անձնագրի տվյալներով բանով գնացիք ստորագրեցիք հեսա տեսեք որտեղից հայտի դուրս գալու շուտով կիմանաք կասեմ Ռաֆայել ջան չպատմեցիր բա այն օպերայի կողքի ճիշտ է այդ բանկի պատմությունը կիսատում նաս կպատմեմ հարգելի շնորհակալ եմ լավ է լինելու վստահ ենք Ռաֆայել ջան հերիքա բերանը ցավեց ծիծաղելուց Լիանա ջան դե ինչ ասեմ աղաղակում է ճշմարտությունը պետք է հավատալ ու առաջ գնալ Գայանե Ղարիբյանը Ռիտա Գրիգորյանը Ռաֆայել ջան համոզվում եմ որ օպրան ինձ ավելի շուտ կնվիրի գիր քան դուք բայց ինչի տենց դաժան ամեն ինչ լավ կլինի այդ պատմությունը որ ասում եմ Մոսկվա կինոթատրոնի անմիջապես կողքը կենտրոնական մասնաճյուղն է Ինեկո բանկի մեր բիզնեսը գործը անձնական բան սա այդ Ինեկո բանկը շատ շուտ եմ լինում ամեն շաբաթ երևի այնտեղ եմ այդ անտեր կտրոնը որ վերցնում ես էկրանները որի վրա գրվում է ում հերթն է սպասասրահում չի դրած վաղը ժողովուրդ ջան ով որ այդտեղով անցնում է փորձի համար մի հատ մտեք տեսեք հաճախորդ մի հատ մտեք տեսեք այդ խելքը գլխին մարդիկ որ միլիարդանոց բիզնես ամենագլխավոր բանկերից մեկն է Հայաստանի որ կազմել են կենտրոնական մասնաճյուղը մի հատ մենեջեր կամ այս տարվա մեջ մեկը չի նկատել որ արա որտեղ որ մարդիկ նստում սպասում են իրանց հերթին այդտեղ պիտի էկրանը լինի որ ծլենք ծնգում է ում հերթն է որ ամբողջ 20 հոգին չվազի միջանցք դենա մեր հերթնա թե մեր չէ արա մեր հերթը չի ուելի գնա նստի տարական բան տարական դա նավթի հետ կապ չունի Սասնա ծուռեմ թե մսրա դուզեմ այդ կապ չունի այդ մենեջմենտ հա պետք դրա համար կամ ու հազար տենց օրինակներ գրի եմ առնում հերթով դրա համար գնանք առաջ ժամանակը սուղ է Սովորաբար եթե մենք հավատում ենք մեր ուժերին, ուրեմն մենք գիտենք, որ կարող ենք փոխել բաներ։ Էլ չեմ ասում, որ ժամանակներն են փոխվում եւ իրենց ազդեցությունն են թողնում իրողությունների վրա։ Լուսին Կարսյանն է գրում խոր փիլիսոփայական հաղորդագրություն։ Դուք հրաշք եք, Նարինե Սողոմոնյանն է ասում։ Հրաշք եք
հայերն են հրաշքար գելիս, բոլոր հայերը, ամեն մեկը թանգարանային նմուշ են։ Թանգարանային ամեն մի հայ։ Հիմա 7 միլիոն ենք, 10 միլիոն ենք, չգիտեմ, վերջի անգամ հաշվեցի 6.5-ի վրա հաշիվս կորցրեցի։ Ամեն մեկը մի թանգարանային նմուշ է։ Մոտեցմամբ, լեզվամտածողությամբ, բարոյախրատական իր ձևաչափով, արժե համակարգով, ամեն մեկը ֆանտաստիկ ուղղակի։ Ռաֆայել ջան, մեր երկրում այնքան բան կա փոխելու, որ մարդկային հոգեբանությունը այնքան է խեղաթյուրված, որ ձեր նմանները համբերությամբ զինվելով պիտի շենացնեն երկիրը։ Ես էլ եմ հավատում։ Նելի Գրիգորյան, իհարկե շնորհակալ եմ։ Միասնաբար այս պատգամը լավ է հնչում միասնաբար, բայց գիտես ինչ, ես համ ասում եմ, համ հակասում եմ։ Մարգարետ Թետչերը իր ֆանտաստիկ մեմուարների մեջ ասում էր, որ ինչպես ես որոշեցի դառնալ prime minister լեյբորիստական կուսակցության ղեկավար, ասում է փոքրուց սա դուրը շիգալի նա չեմ կարողանում այն չէ, հետո եկավ մի կետ, երևի տարիք առավ եւ այլն, դե ինքը բավական նենց կյանք տեսած կին էր, երբ որ սկսեց քաղաքականության մեջ ակտիվ քայլեր անել, եթե չեմ կրթության նախարարից է սկսել, եթե չեմ սխալվում, գուցե սխալվում, բայց իմ հիշելով կրթության նախարարից է սկսում։ Այդ պարլամենտի մեջ է մտնում, բայց որպես պաշտոն կրթության նախարար լինում։ Ասում է, չես հավանում քաղաքդ, ղեկավարի այն։ Չես հավանում երկիրդ, ղեկավարի այն, վերջ։ Very simple formula, very simple, առաջին հայացքից, բայց մյուս կողմից ես հասկանում եմ, թե ինչ ֆանտաստիկ pressure-ը բանա, կողքից հազար բաներ կան եւ այլն, ես չեմ պատկերացնում իմ բնավորության, իմ խառնվածքի տեր մարդը մտնի քաղաքականության մեջ։ Ինչու՞, բացատրում եմ։ Ինձ միշտ ասում, ինչի՞ չես մտնում պոլիտիկա, բացատրում եմ։ Մենք պարլամենտարական երկիր ենք։ Նախ ես Ամերիկայի քաղաքացի, Ռուսաստանում ծնված մարդ, 3 հատ պասպորտով բան, ինձ ոչ մեկ ես չեմ կարող մտեմ, ես չեմ հրաժարվի իմ ազատության անձնագրից, այդ պարզ բանա, որտեղ մի անգամ գրքից մեջ գրել եմ։ Ես պատմության հետ եմ աշխատում, ես գիտեմ, որովհետև այս երկրում ամեն 100 տարին մեկ գալիս է ռուսը, թուրքը, պարսիկը։ Ես իմ ընտանիքը, իմ հարազատներին, բաներին ես իմ պասպորտը ոնց վարի տամ։ Ոնց, որտեղ գիտեմ, տենց է լինելու։ Տենց է շունուգելի բաժին ենք դառնալու այս խելքով, որտեղ 2000 տարվա մեջ տենց է եղել։ Այդ ինչ ենք արել, որ տենց չլինի հետո։ Ով որ կարդում է գիրքս, դրա մասին եմ տառապում գրքի ամեն մի էջում։ Իսկ ինչ ենք մենք արել, որ պատմությունը ուրիշ ձև գնա։ Ինչ ենք մենք արել։ Ավելի կիրթ ենք դարձել, ավելի բարի ենք դարձել, ավելի մարդասեր ենք դարձել, ինչ ենք մենք դարձել։ Մեր երկիրը մեր ձեռով քանդել ենք, միշտ հանձնվել ենք ամենաստրատեգիական բաները հանձնել ենք թշնամուն, ով որ միած ժպտացել է հալու մաշ ենք եղել, այդ ենք արել։ Մտավորականներին պալատական ենք սարքել, ազնիվ մտավորականներին գնդակահարել ենք։ Ինչ ենք մենք արել, ինչով ենք մենք վաստակել ավելի լավ երկիր ունենալու այդ բանը, արժանիքը։ Չգիտեմ դրա համար։ Ու պարլամենտական երկիր ենք, օքեյ, լավ, եթե այդ մի կողմ դնենք թղթաբանականը, պիտի դառնամ կուսակցական անդամ։ Ինչ կուսակցության անդամ ես այդամ դառնամ։ Կեսին ճանաչում եմ խաբեբա ավազակ, մի մասը իրանց ձեռից են փախել երկրից, որ երկիր չդառնանք, ինչ կուսակցության անդամ այդամ դառնամ։ Նորը դու ձերը բացիր։ Այդ սաղին ձեռը մառնում, ես այդ խաղի մեջ ընկնեմ, ինչ ձերը բացեմ, որն է։ Մի խոսքով, սենց անհամատեղելի, հիմա մեկը կա, գլամուրնի մի հատ comedy club-ի մեջ կա, մի հատ ասում է գլամուրնի падոնок, հիմա լրիվ էտա, մեկը կա, մազերը ժլեյած, սիրում բաներ ասում, մի ֆոտոսեսիայի մեջ է, մեր ստուդիաներից մեկում էր գնացեն նկարվել, ֆոտոգրաֆը ասում է, Ռաֆ, եթե դու իրան տենայր կողքից, ասում է, վտանգավոր տիպա, ինքնասիրահարված, կուսակցություն է հիմնել, ման, հեսա գալու է ձեր մոտ, լոսի հայեր, գալու է հեսա փող հավաքի, պատրաստվեք, որ փողերը տակ, որ փրգի երգիրը, էտա,
Քանի դուք ֆինանսավորում եք այդ կուսակցություններին, այս երկիրը երկիր չի դառնա։ Չի դառնալու ոչ մի ձև։ Քանի գալիս են երկու սիրուն բառն ասում, մեկը կար։ Ամենայն հարգանքով այդ խեշկինը ազնիվ նկարտումներով է դա անում, բայց թոշակը ցավակել եմ $3000 նվիրատվությունը։ Իր մայրիկ ջան, $3000 կամ $10000 կամ $100, շնորհակալ ենք, ապրեք բան։ Զանգում ես մի հատ մանկատուն, ասում ես ամենափոքրը կամ ինչ որ ով է, մի հատ բալոդիկ, մի հատ լյանչիկ, մի հատ անի, ասում ես օրինակ պայմանական ասենք օֆիկ տատիկը, դուխիկ տատիկը, դուխիկ տատին նոր տարվա նվերը արե $100 կանֆետ սնիկերսը արե $100 երեխեքը ուտեն։ Այդի արա։ Այդ դա ավելի օգնություն է, ավելի մարդասիրական է, բան քանց թե միասնս գլամորնիկ բան փողերը ինչի համար եք դուք այդ փողերը տալի, որ ինչ անեն։ Ուրիշ բան, գուցե բիզնեսները աջակցեն, բան քաղաքական ինչ որ հայացքներ ունենան, բայց դու մայրիկ ջան, դու ինչի ես այդ բանը անում։ Օգնեք Արցախի փախստականներ կան, օգնեք։ Հաշմանդամ տղեկ կան, վերջապես օգնեք, հասկացանք, փառք ու պատիվ։ Մանկատունա, ծերանոցա, օգնեք, հա, հասկացամ, բայց դրանց տանի մարդ ձեռով փող տա։ Սաղ YouTube-ը իրանք են ման, սենց բան ժողովներ են անում։ Արեք, տենամ ուր եք հասնելու ժողովներով ձեր։ 200 տարի ժողով եք անում, Իսրայել օրուց ժողով եք անում 1700-ականներից, ժողով։ Հայտնի ասացված, կա ուզում ես ոչ մեկ ոչի բան չանի, ժողով արա։ Մեր ամբողջ ռադիոն, մեր ամբողջ TV-ն, թող կանգնեն ասեն, մի օր ժողով արած կանք։ Մեր ամբողջ լոսումելներ թեստեղ, մի օր ինչ ժողով։ Մեկը կար ես վերջերս։ Եթերում անձնական բանան գուցե։ Չգիտեմ, եթերում կարելի է պատմել, թե կարող նեղանա, բայց եթե մի բառ սուտ եմ ասում, թող զանգի, ասի անամոտ տղա, ես ինչ սուտ բաներ ես ասում։ Ճանաչում եմ իրան մի 15 տարի երևի։ Պատանեկության ժամանակ ինձնից մի քանի տարի է փոքր։ 15 էլ լավել էլ Ամերիկայից առաջ է ճանաչում, երբ որ ես 18-19 տարեկան Հայաստանում առաջին ռադիոն բացեցի on-line, որ մարդիկ այդ բառը չգիտեին podcast-ը։ Իր հետ համագործակցել ենք մի քանի անգամ։ Ըտե գիտեմ, գալիս է ձայներ էր կարդում։ Ու գնացել եմ Ամերիկա։ Յան չեմ տեսել։ Տարիներ, 13-14 տարի ընդհանրապես չեմ տեսել։ Բայց Facebook-ով ընկերներ էինք, տեսնում էի վատա վիճակը, գանգատվում է, բան ինքն էլ սենց արվեստագետ մարդ, հա, արվեստը, գրքերը, երաժշտություն, սիմֆոնիկ, դիրիժոր, օքեյ, շատ լավ է, բայց մեզ երկրում դիրիժոր պետք չի ոչ մի։ Մայրապահում, սուրբ գործ, ոնց հասկացա մի քիչ վատառող չեն ֆինանսական խնդիրներ։ Գանգատվում է, մեկը մի օր Facebook-ում գրել է վիճակը անհույս է, խնդրում եմ, բարի մարդիկ, արձագանքեք։ Զանգում եմ։ Շատ վատ բան է, սա հարամ է, չի կարելի sense բան պատմել եթե, բայց զանգում եմ։ Բարև ձեզ, այս մարդը հիշում, այ, հա, ոչ չէ, մենք աշխատել ենք բան, հա, հիշում եմ, հարգելիս, հիշում եմ։ Ինչ է պատահը։ Բա սենց է մի այլանդակ աշխատանք է, այլանդակ վիճակ է, շատ վատ է վիճակը։ Վիճակս վիճակ չի, մի խոսքով աշխատանք, եթե ինչով կարակ։ Okay։ Դիրիժոր, երաժշտություն, սլուխ ունի, բան ունի, վաղը 3-ին արի ստուդիա։ Okay։ Վաղը 3-ը բան, 3-ին չի գալի։ Տեքստ ա գնում մի կես ժամ առաջ 2:30, այդ իմ ահավոր աշխատանքի վայրում խնդիրներ եղան, բան, եթե դեմ չեք վաղը գամ։ Okay, վաղը արի։ Եկավ վաղը, եկավ մեր ընկերը, բարև ձեզ կոնֆերանս ռում, բան, բարև ձեզ սուրճա, բանը։ Այդ ինչ այլանդակ աշխատանք ասում, ինչ այլանդակ աշխատանք էր դա։ Մատուցողը։ Դե, ամեն աշխատանք հարգելու է, ասում եմ, եղբայր, մի ասա այլանդակ աշխատանք, ցանկացած աշխատանք արժանապատիվ է, իրան մխիթարում եմ, ասում եղբայր դու գիտես, որ ես էլ եմ եղել մատուցող, ու ես չեմ ամաչում դրանից։ Ավելին ասեմ, ես հպարտանում եմ դրանով։ Ես մատուցող էի աշխատում
փողոցել էի ավլում, ամեն ինչ էլ անում էի, ուսման վարձս որ տայի Ամերիկայում անտեշուն, ով էր ին վարձը տալու մի կոպե, ով էր ինչ անելու։ Մի ասա անտեր գործ, որովհետև անտեր է որ գործ չունես, այդ է անտեր վիճակ։ Մի խոսքով մխիթարում եմ ես մեր ընկերոջը։ Ասեմ լավ, օքեյ, ինչքան գումար ես ստանում։ Ասում եմ ստանում այսքան։ Միտը գաղտնիք է բան չկա, բայց չասենք մարդու ֆինանսականը թողենք մի կողմ, ասում եմ այսքան եմ ստանում գումար։ Օքեյ, ինչքան։ Ասում եմ երկու շաբթիից շաբաթ օրն եմ աշխատում 8 ժամ։ Երկու շաբթիից շաբաթ 8 ժամ։ Մատուցող։ Օքեյ։ Ասում եմ արի սենց անենք։ Եթե տենց ատում ես, դժբախտ ես, դու քեզ ում տառապում ես, բան, վիճակ չկա, այն որ սուիսիդալ վիճակ է, մոտը ակնհայտ էր, մայրապահում բան, սենց։ Ասում եմ նա, ես քեզ երկու շաբթիից ուրբաթ հյուսիսային պողոտա, գալիս ես կոմպյուտեր, սենյակ, սուրճը դրած, բան, ամեն ինչ ցիվիլ բան, երկու շաբթիից ուրբաթ կես դրույք 4 ժամ նույն փողն եմ տալի։ Նույն գումարը գրած, ստորագրած, նույն փողը արի կոմպյուտերով պրեմիերաները, երգերը, եթերային բաժինը, անոնսներ գրում ես, չէ՞։ Գրելը երաժշտությամբ ես զբաղվում, նոր երգերը, դասավորվածությունը, ջինգլներ հորինի։ Դուք լսում եք Արմյուզիկ ռադիո։ Տոները մոտենում են, գովազները շատանում են, չէ՞։ Բաներ հորինի այդտեղ է մի բան։ Մեկ վայ, ոչ մի դեպքում ես կոմպյուտերներից ֆոբիա ունեմ։ 30 տարեկան տղա է ֆոբիա ունի կամ ախպեր ջան, ֆոբիա բառը ինչ է, այդով այդ Զիգմունդ Ֆրեյդն է հորին է, դոտ գլուխ, ինչ ֆոբիա։ Մի խոսքով, բան, չէ, բան, ասեմ, բա ինչ ես ուզում։ Ես կարծում էի դուք ինձ պիտի հեղինակային հաղորդաշար տաք։ Ասում եմ, եղբայր, հեղինակային հաղորդաշարը ո՞նց տա։ Հաղորդավար ես դու, չէ։ Կյանքում աշխատել ես, չէ։ Եթերում երբևէ եղել ես գրնո, չէ։ Հիմա օքեյ։ Լավ, ասի մի քիչ նշաձողը մի քիչ իջացրեցի։ Ասում օքեյ, արի չգիտեմ, չէ, համագործակցական եզրեր փտրենք, ասում օքեյ, ես կարամ լինեմ, ասում գլխավոր խմբագիր։ Ասում եմ, ինչ խմբագիր։ Դե ասում լրատվական թողարկումները կարող են որոշել ինչ գնա եթեր, ինչը ոչ։ Հասկանում ես։ Բառացի եմ ցիտում, բառացի։ Ասում եղբայր, եթե մեկը ինձ մոտ աշխատում է իրար հետ մենք ընկերներ ենք, եթե մարդը հասել է այս անտեր միկրոֆոնին, ինքը այդ վստահությունը վաստակել է։ Ինքը այդ վստահությունը իրան պետք չի նադզիրացել, էսի կագեբեն չի դու էլ անդրոպովը չես։ Պետք չի հսկել։ Մեր ամբողջ մեդիայի աղետը դրանում է, որ հսկում է, հսկիչը, այսինքն հսկիչ է, կագեբե է 4 կոմը։ Ինչ է նշանակում որոշեմ ինչի բա։ Եթե մեկը հասել է եթերի, ինքը այդ վստահությունը եւ ինքնակնա սամացենզուրա է կոչվում։ Դպրոցա պետք սովորել։ Այդ սամացենզուրան ունի։ Մի խոսքով մեր զրույցը չստացվեց, ասել լավ, ուրեմն ես կմտածեմ ինչ կապի մեջ կլինենք, ու թող գնա զբաղվի իր անիցիալ աշխատանքով, ինչը եւ ատում էր։ Ու տենց ավարտվեց մեր զրույցը։ Ու վсё։ Ու վերջ, finita la commedia։ Գրողը տանի Ռաֆայել, հմեկում երկու աստղ նախագիծ կար, որ հիմա նոր եթերաշրջանը, դրա առաջինի ժամանակ ես երեխայի հենց 2004 թիվներ, 5 թիվներ չեմ հիշում, ջուր էի լցնում ASB 7 տաղավարում, որ խմեն չսատկեն ծարավից։ Ջուր էի լցնում, որտեղ ինձ պետք էր մեդիա մտնել։ Ով էր 15 տարեկան մեդիա վերցնելու, ինչ արժանիքներով։ Այդ բոլորից թվում է, թե մենք էստին բանն ենք, փոքրիկ իշխանն ենք։ Էքզյուպիրիներ։ Պիտի կյանք անցնես, պիտի գնաս, տեսնես, համեմատես, նոր հասկանաս, ինչ լիներ, ինչ քայլ կարար դրան հաջորդեր։ Նույն փողով ես ֆինանսական կորուստներ չունեմ, միանգամից կլավացնեմ իմ աշխատանքի պայմանները։ Պիտի մտածի ստրատեգիա, շախմատ։ Ահա։ Всё, աշխատում եմ։ Օրից մի օր լավանում ենք արդեն բարև բալուս վիճակա լալալալալալա, մի օր ասում եմ, ես մի հատ սիրուն բան եմ գրել, մի հատ կարդում է, ես էլ բան չեմ, գեստապո չեմ, good job, սա թիմային աշխատանքից իրար եմ, ինձ ամեն անգամ ասում Ռաֆ, վերջնի թիմ հա, սպանեցի, դու էլ քո ուզած թիմը չես գտնելու, ամեն օր էդ ասում, ում գտել ենք աշխատում ենք էլի լավից վատից։ Կասեի, օքեյ, շատ լավ, արից ձայնագրենք։
Գնային ձայնագրեն սարքեն բան, ձեր հետ լավ է, ինչ որ կարա բան։ Կարամ էսի եթերում այսօր կարդամ։ Ինչի՞ չէ։ Իսկ ինչի՞ չէ։ Մտի կարդանք։ Այսօր էսա կարդում, վաղը այնա կարդում, մեկ է հանգ ձևավորվում է հեղինակային հաղորդում եւ հայտնվում է եթերում։ Այդ է, որ մարդիկ մի անգամից սևակ դու սևակ, կարգին մարդը արցանը լավը չի, որտեղ չաղ եւ յուղալի, այնտեղ է նա երկյուղալի։ Դրա համար է ստորն ենք։ Այսքանը ներվեր չունեմ, ուզում եի բան կարդայի, բայց ժամանակը դեսեմ ժամից ավել խոսում եմ։ Ներող եղեք հարգելի բարեկամներ, այսօր առանց ընթերցանության ավարտենք, տեղից շատ խոսեցի։ Գնում քաղաք ման գամ։ Գնամ հրապարակ հիմա։ Տոնածառը կա, չենք հանդե դեռ։ Գնում հրապարակ։ Ոտ, եթե հրապարակում կլինեք, կարաք մոտենաք, թեպետ այսօր ներվերս տեղը չի։ Կզրուցենք միասին, այսքանը։